Ես ասեմ, որ վերջերս Միացյալ Նահանգներում էի եւ հանդիպում էի շատ գործարար շրջանակների, օրինակ կիսահաղորդիչների այս կլաստերում ամերիկահայ ահռելի մեծ շրջանակ հետաքրություն ունի այնտեղ ներդրումներ անելու։ Այսինքն մենք հասել ենք միտեղ, երբ Հայաստան մարդիկ ներդրում են անում ոչ միայն նրա համար, որ Հայաստանում են անում, այլև որ Հայաստանից կարելի է շահույթ ստանալ։ Եվ դրա երաշխիքը նաև Միացյալ Նահանգների հետ ձեռք բերված պայմանավորվածություններն են։ Այսինքն կորցնելու բան չկա մեծ հաշվով, բանկերը տալիս են համապատասխան միջոցները, որպեսզի դրանք ներդրվեն հայ-ամերիկյան այս պայմանավորվածությունների առանցքում։ Ինչ վերաբերում է մեծ նախագծերի ֆինանսավորմանը, ասեմ, որ Եվրամիությունը օրինակ առաջին երկրներից էր, առաջին կազմակերպություններից էր, որ պատրաստ էր առանձին մեծ ծավալով ներգրավվել ուրեմն այս նախագծերի իրագործմանը, որտեղ մեծ հաշվով շահառուն էլ Եվրամիությունն է եւ եվրոպական շուկան։ Բայց ինչու է դա ներկայացվում որպես Ադրբեջանի հետ բանակցություններ են վարվում, Ադրբեջանի հետ են նրանք այդ մասին խոսում, ոչ Հայաստանի, թե մենք սխալվում ենք։ Մեզ հետ հավասարապես այդ հարցերը քննարկվում են, որովհետև, չգիտեմ, տիրաժավորվում է ավելի շատ Ադրբեջանի հետ ունեցած խոսակցությունը։ Ես ասեմ, որ նախագիծը ինքնին տրիպը ադրբեջանցիները այնտեղ որևէ գործ չունեն։ Տրիպը բացառապես հայ-ամերիկյան ուրեմն նախագիծ է եւ հայ-ամերիկյան ձեռնարկություն է, կորպորացիա է, որտեղ որոշումները բացառապես 27 եւ ուրեմն 46 համամասնությամբ 36 համամասնությամբ, եթե չեմ սխալվում, ուրեմն որոշումները կայացվում են ուրեմն Միացյալ Նահանգների եւ Հայաստանի կառավարության միջեւ։ Եվ այս իմաստով որևէ փոփոխության ենթակա չի այս համամասնությունը, Հայաստանը շարունակելու է իր ինքնիշխանությունը, իրավազորությունը պահպանել իր տարածքով անցնող բոլոր ենթակառուցվածքների նկատմամբ։ Իհարկե այնտեղ տեխնիկական հարցեր կան եւ շրջանակային այդ պայմանավորվածությունների մեջ back office, front office-ի հարցեր կան, որոնք եւս տեխնիկական լուծումներ են ենթադրում եւ նախորդին գիտեք ՊԵԿ-ում ամերիկյան առաջատար ընկերությունների եւ գերատեսչությունների մասնագետների հետ հանդիպում էր, թե օրինակ ինչպես պետք է Երևանից նստած մաքսային տեսուչը կառավարի մեղրիով անցնող բեռների անցումը։ Սրանք չափազանց կարևոր հարցեր են, որոնք հետաքրում են նաև մեր ժողովրդին, քաղաքական եւ հասարակական շրջանակներին եւ չափազանց կարեւոր է որպեսզի նաև այս այցերը որպես առիթ դառնան ուրեմն քննարկելու եւ ֆինանսների հարցերը եւ տեխնիկական հարցերը եւ տեխնոլոգիական հարցերը, որովհետեւ սահմանային անվտանգության ժամանակակից միջոցները ահռելի նաև տեխնոլոգիական ներդրումներ են ենթադրում, որոնք Միացյալ Նահանգները պատրաստ է այս փուլում ուրեմն աջակցել մեզ եւ մեզ զինել այդ տեխնոլոգիաներով։ Նախ պատմական բոլոր առնչությունները Հայաստանի համար շատ տխուր հիշողություններ են միայն ստեղծել Ռուսաստանի ներգրավվածությունը Հայաստանի եւ տարածաշրջանի հարցերում միայն դժբախտություններ եւ աղետներ են բերել մեզ եւ դա չի կարող նաեւ մեր որոշումներում չունենալ նշանակություն։ Իհարկե Վենսի այցը կարևոր է, բայց առաջիկա 2 օրերին սպասվում է նաև ազգային ժողովի նախագահի այց Ռուսաստան Մատվիենկոյի հրավերով եւ նախատեսված է Լավրովի նաև հետ հանդիպում։ Ալեն Սիմոնյանը հանդիպելու է Լավրովին եւ չի բացառվում, որ այս հայտարարությունը ինչ որ կերպ նաև զոնդաժ անելու նպատակ ունի։ Բայց գալով բուն բովանդակությանը, որտեղ հապկն է հիշատակվում, ԵԱՏՄ-ն է հիշատակվում, որպես սահմանապահներն են հիշատակվում եւ ռուսական բազմը, այո, ռազմաբազան, որպես անվտանգության բաղադրիչ այդ բոլորը ուղղակի ծիծաղ է առաջացնում, որտեղ 2020 թվականին երբ պատերազմ էր, ընդհանրապես այդ բազան նույնիսկ որևէ շարժում ցույց չտվեց, որ ինքը այնտեղ գոյություն ունի։ Այդ ռազմաբազայի մասին մենք իմացել ենք մերթ այն ժամանակ, երբ որ խարփած զինվորները
գնդացիրներով կրակահերթ են արձակել Գյումրիի շուկայում օրինակ կամ Ավետիսյանների տանը ուղղակի եղերական սպանություն է տեղի ունեցել ռուսական ռազմաբազայից փախած զինվորի կողմից մենք չենք տեսել, որ մեզ հետ տեղի ունեցած նաև Հայաստանի տարածքի նկատմամբ 2021, 22, 23 թվականների ադրբեջանական ներխուժումների ժամանակ այդ ռազմաբազան որևէ կերպ կոչված է եղել Հայաստանի անվտանգության Ռուսաստանը գիտի այդ կետերը մենք արդեն բազմիցս եւ հասարակությունը ես կարծում եմ որ մենք իրենց անընդհատ պիտի հիշեցնենք այսպիսի հայտարարության ինչի նորից նախազգուշացում էր Հայաստանի իհարկե կարծում եմ որ այն տեքստերը են հայտարարությունները որոնք տեղ կգտնեն եւ երկկողմ ձևաչափով եւ դրանք չեն սահմանափակվի միայն Վենսի այցով առաջիկայում արևմտյան ահռելի ակտիվություն է լինելու դեպի Հայաստան, դեպի մեր տարածաշրջան եւ ռուսները հասկանում են, որ իրենք մեծ հաշվով այստեղ էական լծակներ ունենալով եւ տնտեսական եւ էներգետիկ եւ ռազմական եւ քաղաքական չունեն բավարար ազդեցություն այս գործընթացներում որևէ կերպ ներգրավվելու եւ ես իհարկե մեր հիմնական քաղաքական ուժի անհամաձայնությունը գործող իշխանության քաղաքականության հետ հենց դրանով էր պայմանավորված որ մենք այդ թելերը պետք է հերթով փուլ առ փուլ կարողանայինք կտրել հապկից առնվազն արդեն պետք է դուրս գալ ոչ թե սառեցնել կարգավիճակը մի կարգավիճակ որը չի էլ նախատեսված հապկի կանոնադրությամբ չկա այդպիսի հետևաբար մենք դե յուրե շարունակում ենք գտնվել հապկում ինչը եւս սահմանափակում է մեր հնարավորությունները ՆԱՏՕ-ի անդամ շատ ու շատ երկրներից հավելյալ տեխնոլոգիաներ ներկրել որոնք կարող են մեզ օրինակ անվտանգության եւ պաշտպանունակության եւ մարտունակության տեսանկյունից ավելի մեծ ուրեմն աջակցություն բերել երկրորդ ԵԱՏՄ-ն մեր պատկերացմամբ դա խեղդում է ընդհանրապես տնտեսության մեր բոլոր հնարավորությունները եւ Միացյալ Նահանգների հետ այսպիսի տնտեսական նախագիծ կնքելու զուգահեռ շարունակել մնալ ԵԱՏՄ-ում ուղղակի խոսում է դրանց նշանակության եւ դրանց կշիռների, դրանց արժեքների անհամապատասխանության մասին եւ վաղ թե ուշ ես կարծում եմ որ մեր առաջ խնդիր է դրվելու նաև մեր արևմտյան գործընկերների կողմից, որ ԵԱՏՄ-ն խոչընդոտ է մեր տնտեսական զարգացմանը եւ մեծ հաշվով մենք այս ծրագրի ամբողջական իրագործման համար ընտրության առաջ են կանգնելու։ Այստեղ նաև երկաթուղու խնդիրը կա։ Նախորդին Զախարովան օրինակ երկաթուղու վերաբերյալ կարևոր հայտարարություններ անում իբր ուրեմն TRIP-ի վերաբերյալ ամբողջ պայմանավորվածությունները հիմա ուսումնասիրվում են երկաթուղու համապատասխան գերատեսչությունների կողմից։ Ով է հանձնարարել, որ իրենք այդ ուսումնասիրությունը կատարեն։ Ընդհանրապես ռուսները ինչ կապ ունեն հայ-ամերիկյան TRIP այս նախագծի հետ։ Ես դեմ չեմ, որպեսզի շատ ու շատ երկրներ մասնակցեն այս նախագծին, բայց չեն կարող ներգրավվել որպես հիմնադիր անդամ եւ չեն կարող ունենալ վետոյի իրավունք։ Ռուսները եւ Հայաստանի նրանց սազանդարները հիմնական լոբինգ են անում, որ ուրեմն այս նախագծում պետք է ռուսները եւ չինացիները տեղ գտնեն։ Մի բան, որ անհնար է, եւ ռուսները եւ չինացիները մեծ հաշվով չեն կարող, որովհետեւ եւ մեզ համար են սպառնալիք, եւ Միացյալ Նահանգների համար են դրանք անընդունելի պարտներներ։ Ավելին, միջին միջանցքը կառուցվում է մեծ հաշվով Չինաստանից կենտրոնական Ասիան եւ հարավային Կովկասը չինական ազդեցությունից կտրելու եւ Միացյալ Նահանգների ազդեցության տակ դրանք ուրեմն ներգրավելու համար եւ այս իմաստով կարծում եմ որ ընդհանրապես նախ Հայաստանը հարց չունի
որ Բրյուսելին եւ Վաշինգտոնին օգտագործի Ռուսաստանին ցավեցնելու համար, Չէ, նրանք են օգտագործում մեր տարածաշրջանը եւ տվյալ դեպքում Հայաստանը։ Հայաստանը գոնե դա թույլ չի տալիս, գոնե իր հրապարակային հայտարարություններում, Հայաստանը իր հրապարակային հայտարարություններում ամեն կերպ խուսափում է այս նախագծերը եւ այս պայմանավորվածությունները աշխարհաքաղաքական ուրեմն դիմակայության դաշտ տեղափոխել եւ դա չափազանց ճիշտ է, միևնույն ժամանակ մենք խորացնում եւ մեծացնում ենք համագործակցությունը այն ուղղություններով, որտեղ վերջին տարիներին մեծ հաշվով մենք անհրաժեշտ աջակցություն եւ պաշտպանություն ենք գտել եւ Եվրամիության ուղղությամբ, եւ Եվրամիության առանձին երկրների ուղղությամբ, եւ Հնդկաստանի ուղղությամբ, եւ Միացյալ Նահանգների ուղղությամբ ձեռք են բերվել ռազմաստրատեգիական, ռազմատեխնիկական համագործակցության այնպիսի պայմանագրեր, որոնք 2023 թվականից ի վեր այն օրից, երբ մենք հասկացանք վերջնականապես, որ Ռուսաստանը մեր դաշնակիցը չէ, Ռուսաստանը Թուրքիայի հետ համաձայնեցված այս տարածաշրջանը կիսելու Մեղրին Հայաստանից եւ հայ-իրանական սահմանը Հայաստանից պոկելու ծրագիր է իրականացնում եւ ըստ էության նոյեմբերի 9-ի այդ հայտարարության իմաստը եւ բովանդակությունը հենց դրանում էլ ամփոփված էր եւ չմոռանանք, որ այդ տեքստի հեղինակը Պուտինն է, դրա մասին եղել է հստակ արձանագրում եւ հայտարարություն, իսկ այդ տեքստի հայտարարությունից օրեր անց Շոյգուն ուղակի ղազախական հերոստատեսությանը տվել է հարցազրույց եւ խոստովանել, որ Թուրքիայի հետ իրենք փայլուն օպերացիա են իրականացրել Ղարաբաղի տարածքում։ Այս հայտարարություններից հետո, այս արձանագրումներից եւ տեքստերից հետո քննարկել, որ Հայաստանը պետք է ձեռնպահ մնա եւ թույլ չտա, որ իրեն օգտագործեն Ռուսաստանի դեմ եւ այլն, նախ Հայաստանը չունի այդ կարողությունը, որ եւ այդ լծակները, որպեսզի օգտագործեն, ավելին մեր արևմտյան գործընկերները մշտապես ըմբռնումով են վերաբերել Հայաստանի շատ զգայուն դիրքին եւ իրավիճակին, բոլորը շատ լավ գիտեն, որ Ռուսաստանի ուրեմն ռազմակայան կա Հայաստանում։ Շատ լավ գիտեն, որ հայ-թուրքական սահմանին դեռևս կանգնած են ռուս սահմանապահներ, FSB-ի հատուկ ուժեր։ Գիտեն, որ Հայաստանը շատ զգայուն հարաբերություններ ունի Իրանի հետ եւ մենք այս նախագծերը իրականացնելիս պիտի հաշվի առնենք նաեւ Իրանի շահերը եւ Իրանի վաղամերիկ այն արտգործնախարարը, որը ուղղաթիռում զոհվեց, Աբդուլհահյանը մի շատ կարևոր հայտարարություն էր անում, որ Հայաստանի անվտանգությունը Իրանի անվտանգությունն է եւ չափազանց կարևոր է, որպեսզի մենք այս տեքստը կարողանանք դարձնել հայ-իրանական այս պահին չհասկացվածության հիմնական լուծման բանալի։ Կա չհասկացվածություն։ Կա այդպիսի բան։ Վերջերս այդպիսի Վելայեթի կողմից եղան հայտարարություններ, որ իրենք ունեն անհանգստություններ եւ որ ամերիկացիների հետ մեր պայմանավորվածությունները կարող են հայ-իրանական սահմանի նկատմամբ վերահսկողության խնդիրներ առաջացնել եւ իրանական կողմից եւ հայկական կողմից։ Թեև հայաստանցի պաշտոնյաները օգոստոսի 8-ից հետո քանիցս առիթ ունեցան հարցը կոմունիկացնել, որ որևէ բան տեղի չի ունենալու սահմանի հետ եւ ավելին ամերիկացիները օգոստոսի 8-ից հետո հստակ նաև հայաստանցի պաշտոնյաներին խնդրեցին, որպեսզի հարցը կոմունիկացվի իրանցի գործընկերների հետ, որ իրենք հանգիստ լինեն, որ հայ-իրանական սահմանի հետ ոչինչ տեղի չի ունենալու։ Ես հասկանում եմ, որ նաև ռուսների հրահրմամբ այս հարցը իրանցիները անընդհատ բարձրացնում են, որովհետև հասկանում են, որ մեզ համար մեր հարավային սահմանի, մեր հարավային հարևանը չափազանց կարևոր է եւ նրա շահերը մենք չենք կարող ուղղակի հաշվի չառնել եւ նույնիսկ տրիպի այդքան պատկառելի կարևոր նշանակությունը հնարավոր չի կյանքի կոչել առանց Իրանի համաձայնության եւ համերաշխության ու չափազանց կարևոր է որպեսզի իրենք հասկանան որ եթե իրապես Հայաստանի անվտանգությունն իրենց անվտանգությունն է տրիպը ավելացնում է Հայաստանի անվտանգությունը Հայաստանն իրեն ավելի անվտանգ է զգալու տրիպի
ուրեմն իմպլեմենտացիայով եւ դրանով Իրանը շեշտակիորեն պիտի նաև ուրեմն շահագրգռված լինի, որտեվ դա իր դրացի Հայաստանի անվտանգությունն է ավելացնում։ Ինչ վերաբերում է ռուսներին, կարծում եմ, որ ռուսները հատկապես երկաթուղու մասով դժվարություններ են ստեղծելու, հատկապես հայ-իրանական սահմանին մենք ռուսական սահմանապահներ ունենք, նրանց հարցերը պիտի արագ կարողանային լուծել։ Ստեղծելու ասելով ինչ նկատի ունեք։ Դե մենք տեսնում ենք շահագրգռություն ինքնին նախագծում մասնակցել, գործով իրենց ձեռքի տակ եղած գործիքները չափազանց սահմանափակ են, իհարկե խղճահարություն է առաջացնում Ռուսաստանի այս տեքստերի հրապարակումը մի պայմաններում, երբ իրենց կենսական ազդեցության երկրներից ուղղակի դուրս են վռնդվում, Վենեսուելան վերջին երկիրներ, որտեղ Ռուսաստանը ահռելի եւ աշխարհաքաղաքական, եւ տնտեսական, եւ նավթային հետաքրություններ ուներ, եւ միայն պետք է տեսնել այն սպառազինության ցուցակը, որ Ռուսաստանը մշտապես մատակարարել է Վենեսուելային, եւ հիմա տեսանք, թե ինչ տեղի ունեցավ իրենց պաշտպանած Մադուրոյի հետ։ Մենք տեսանք, թե Սիրիայում ինչ եղավ Ռուսաստանի հետ։ Մենք տեսնում ենք, թե Իրանում հիմա ինչ է տեղի ունենում Ռուսաստանի հետ։ Եվ Ռուսաստանը օրստորե կորցնում է իր ազդեցությունը Մերձավոր Արևելքում, նաև այն հատվածներում, որտեղ ավանդաբար ռուսական ազդեցությունը Չինաստանի հետ շատ զգալի եւ նշանակալի է եղել։ Այս պայմաններում իհարկե իր պերիֆերիաներում փորձում է ցույց տալ, որ ինքը դեռ ողջ է, ես կարծում եմ, որ նույնիսկ կարելի է չարձագանքել պետական իշխանական մակարդակով այսպիսի հայտարարություններին, այս հայտարարություններին կարող են պատասխանել մամլո խոսնակները, ուղղակի խղճահարություն առաջացնող հայտարարություններ են այն համապատկերին, որ մենք մեր աչքի առաջ է տեղի ունեցել 2020, 21, 22, 23 թվականին Արցախը ուղղակի դատարկվել է ռուս խաղաղապահների, այսինքն լուր հայացքների առաջ։ Ադրբեջանցիները ընդհանրապես տեղեկացրել են, որ իրենք ռազմական հակահաբեկչական օպերացիա են սկսում Արցախի տարածքում եւ առանց որևէ բարդության, առանց որևէ խնդրի տեղի ունեցել էթնիկ զտում։ Մենք դա չենք ներելու ռուսներին։ Իրենք ինչքան ուզում են եղբայրության եւ դարավոր բարեկամության մասին լեգենդներ հյուսեն, դա չի ներվելու եւ մենք կարծում եմ, որ մեր քաղաքականության հիմքում պետք է այդ հիշողությունը մշտապես արկա ունենանք։